Ալմատիի հռչակագիրն է հիմքը մեր անկախությունները ճանաչելու, տարածքային ամբողջականությունները ճանաչելու։ Եվ նույնը պետք է մեր տրամաբանությամբ գործի նաև Ուկրաինայի դեպքում, որովհետև այդ թուղթը վերաբերվում է բոլորիս։ Ուկրաինան Եվրոպայի ամենամեծ երկիրն էր, Ֆրանսիայից էլ մեծ, ուներ մոտ 45 միլիոն բնակիչ։ Հսկայական ռեսուրսներ, որոնք այսօր Թրամփը հետ է ուզում, եւ գտնվում էր Արևելյան Եվրոպայի կարևորագույն հանգուցային օղակում։ Ուկրաինային խոստացել էին, որ մինչև վերջ իր կողքին կկանգնեն, կօգնեն։ Զելենսկուն անվանում էին ուկրաինական Չերչիլ։ Մենք էլ այդպիսի մեկն ունենք, ամեն գյուղում մեկը կա։ Արևմուտքն Ուկրաինային ասում էր, թե սա ազատ աշխարհի պատերազմն է ընդդեմ սատանայի, Ռուսաստանի։ Միայն Միացյալ Նահանգներն այդ երկրին տվել է $300 միլիարդ, Եվրոպան եւս 100 միլիարդ, այսինքն 400 միլիարդ, ուզում էին եւս $700 միլիարդ տալ, այսինքն օգնությունը հասցնել $1 տրիլիոն։ Մեզ ոչ որևէ ձևով համեմատելի գումար են տվել, ոչ ասել են, որ մինչև վերջ մեր կողքին են, ոչ էլի տարբերություն Ուկրաինայի հրավիրել են Եվրամիություն եւ ՆԱՏՕ։ Ամեն օր Ուկրաինայի են գնում արևմտյան ղեկավարները։ Մակրոնը պարբերաբար ասում է, թե իրենք կպաշտպանեն Ուկրաինան, երևի այնպես ինչպես մեզ պաշտպանեցին։ Շոլցը, Սթարմերը, Բայդենը, Բլինքենը, ֆոն դեր Լայանը, հոլիվուդյան աստղերն ամեն օր մտնում էին Զելենսկու մոտ։ Բոլոր ԶԼՄ-ները Զելենսկուն աշխարհին ներկայացնում էին որպես հերոս ընդդեմ Ռուսաստանի։ Արևմուտքին Ուկրաինան պետք էր ռուսներին թուլացնելու համար։ Մեզ հետ այդպես վարվել են։ Ոչ։ Եվ այս ամենից հետո Զելենսկուն անգամ չհրավիրեցին բանակցությունների սեղանի շուրջ։ Զելենսկու փոխարեն ով էլ լիներ այդպես կպատասխաներ Թրամփին։ Նրանք իրար վրա են հարձակվում։ Ավելի քան 1 միլիոն զոհ տալուց հետո Ուկրաինային անգամ բանակցությունների չեն հրավիրում, այսինքն գցում են։ Մենք դրա անգամ 5% չենք։ Ամբողջությամբ այդ երկիրները 9.5 տրիլիոնի օգտակար հանածով։ 9-րդ երկիրներ աշխարհում։ Մեկ շնչին ընկնող օգտակար հանածով Ուկրաինան 5-րդ երկիրն էր։ Դες որ համեմատես 9.5 տրիլիոնը իրանց է, Իրանը իր նավթով բանով ընդամենը 20 տրիլիոն է։ Եվ այդ 9.5 տրիլիոնի 4.75-ը հենց այնպես իջել է։ 4.75 տրիլիոն, եւ որ իրանք ասում են 350 միլիարդի զենք ենք տվել, իսկ ուկրաինացիք ասում են մենք մենակ 56-ն ենք ստացել։ Հիմա 56 միլիարդ եւ 4.75 տրիլիոն։ Սա արևմուտքը։ Նայենք ինչպես վերաբերվեցին Ուկրաինային, որքան փող ու օգնություն տվին, քանի անգամ գնացին, հանդիպեցին, ինչ խոսքեր ասացին ու գցեցին։ Մենք առաջնահերթությունների 4-5-րդ տողում ենք։ Այս իշխանությունը անընդհատ խաբում է, բայց Ալիևը ճիշտն է ասում, թե ինչ է անելու։ Մենք հենց Ալիևից իմացանք, որ արդեն պայմանավորվածություն կա այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ։ Այս իշխանության ոճն է սկզբում մերժել, հետո ստել, հետո կիսով չափ սուտ ասել, վերջում աստիճանաբար ընդունել, ինչպես մարդուն են ներարկում, դեղը պատրաստելով, հետո ասեղը կամաց մտցնելով։ Հետո էլ կհամոզեն, թե Սևանը Նիկոլայ II կամ Խրիմյան հայրիկի օրոք է զիջվել։ Ամեն շրջան հանձնելուց նոր սուտ են հնարելու եւ նոր մեղավոր են գտնելու։ Իշխանության մասին անիմաստ է խոսելը, պետք է խոսել այն մասին, թե ինչ է անում մեր ընդդիմությունը։ Ամենակարևոր կռիվն առջևում է, պետք չէ միմյանց միջև հաշիվներ պարզել, փոխանակ միավորվելու եւ կանգնեցնելու մեր գլորվելը։ Դժվար է համեմատել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների դերակատարումը համապատասխանաբար հայ-ադրբեջանական եւ ռուս-ուկրաինական հակամարտություններում։ Ռուսաստանը մեզ չի ասել հարձակվեք Ադրբեջանի վրա, որ ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի անդամ դառնաք։ Ռուսաստանը մեզ չի սադրել հարձակվելու, թեև մեզ չի պաշտպանել այնքան ակտիվորեն, որքան պետք էր։ Մենք տապալեցինք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների օրոք այսպիսի բան չէր եղել։ Իսկ ուկրաինական պատերազմի զոհերի թիվը իրապես սարսափելի է։ Ուկրաինացի ժողովրդին խաբեցին, հույս տվին։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն ընդունել է, որ ուկրաինացիներին խաբել են, հույս տալով, թե նրանք կհաղթեն Ռուսաստանի դաշնությանը։ Սա նման է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լլոյդ Ջորջի այն խոստովանությանը, որ հայոց ցեղասպանությունն իրենց արտաքին քաղաքականության հետևանքն էր Ռուսաստանը Թուրքիայից դուրս մղելու նպատակով։ Կարողանալով ապահովել հայկական բնակչության ապահովություն կամ անվտանգություն ինչ-որ մասով, չկարողացանք հասնել դրա հարատևությանը։ Ներքին գզվռտոցների, չգիտեմ, տնտեսական տարատեսակ իրավիճակների, հա, դիմակայության եւ դիմադրողականության պակասի, չգիտեմ, հազար պատճառներով, հա, այդ թվում նաեւ, ասենք, իրավական համակարգի բացակայության պատճառով մենք չկարողացանք հասնել անվտանգության հարատևությանը, ինչը կուլմինացիան եղավ 23 թվականին Արցախի հայաթափում։ Մենք նման ենք մի մեքենայի, որը գլորվելով ընկնում է ձորը։ Մեր ժողովուրդն ինչ է մտածում։ Վաղը չենք կարողանա Գորիս, Կապան ու Իրան գնալ։ Կընկնենք շրջափակման մեջ եւ ադրբեջանցիները կգան այստեղ։ Սա ամեն ինչ զիջում է։ Սա Ադրբեջանի դեսպանատունն է մեր տարածքում։ Սրանցից պետք է ազատվել եւ հունիսի 7-ի ընտրությունը դրա լավագույն տարբերակն է։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։